Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Եզրասի քիրք, երրորդ գլուխ։ Բաշտամունքը գվերսկսի։ Երբ 7-րդ ամիսը հասավ, մինչ Իսրայելի որդիները իրենց քաղաքներու մեջ էին, ժողովուրդը Երուսաղեմի մեջ հավաքվեցավ մեկ մարդու պես։ Հովսեթեգյան Հեսու եւ անոր քահանա եղբայրները, նաեւ Սաղաթելյան Զորապապել ու անոր եղբայրները գանկնեցան եւ Իսրայելի Աստուծուն զոհասեղանը գառուցանեցին, որբեսի անոր վրա ողջագեզներ մատուցանեն, ինչպես Աստուծո մարդուն Մովսեսի օրենքի քիրքի մեջ գրված է։ Զոհասեղանը իր հիմերուն վրա հաստատեցին, թեև այդ երկիներուն ժողովուրդներեն գվախնային եւ անոր վրա դիրոջ ողջագեզներ մատուցանեցին Արդվան ու Իրգվան ողջագեզները։ Աբա դաղավարներու դոնը գադարեցին քրվածին համացայն եւ օրական ողջագեզները մատուցանեցին իրենց թիվով սովորության համացայն ամեն օրվան հրամայվածին համեմատ։ Անգեյետ մշտադե ողջագեզը մատուցանեցին, նաեւ ամսակլուխներու եւ դիրոջ համար սրբացված բոլոր հանդիսավոր դոներուն ողջագեզները եւ այն հոժարագամ ընծաները, որոնք ամեն մարդ հոժարագամ դիրոջ կընծայեր։ 7-րդ ամսվան առաջին օրենը սկսան դիրոջ ողջագեզներ մատուցանել, բայց դիրոջ դաջարին հիմը դագավին տրված չէր։ Քարագոպներուն ու հյուսներուն թրամ դվին, իսկ սիթոնացներուն եւ դյուրացիներուն ուդելիք ու խմելիք եւ յուղ, որբեսի լիփանանեն մայրի փայդեր բերեն Հոբբեի ծովը Բարսկաստանի գյուրոս տակավորեն իրենց ունեցած արտոնության համացայն։ Անոնց Երուսաղեմ Աստուծո դունը քալուն երկրորդ դարվան երկրորդ ամսվան մեջ Սաղաթելյան Զորապապել, Հովսեթեգյան Հեսու եւ իրենց եղբայրներուն, քահանաներուն եւ ղևդացներուն մնացորդը ու բոլոր կերութենեն Երուսաղեմ վերադարձողները սկսան դաջարը գառուցանել։ 20 տարեկանեն վեր եղող ղևդացները վերագացու նշանակեցին դիրոջ դան կորձին վրա։ Հեսու, անոր որդիներն ու եղբայրները, Գատմիել եւ անոր որդիները, Հութայի որդիները, նաեւ Ենաթաթի որդիները, անոնց որդիներն ու եղբայրները, ղևդացները, մեկ մարդու պես կայնեցան դիրոջ դան մեջ աշխատող կորձավորներուն վրա վերագացու ըլլալու։ Երբ գառուցանողները դիրոջ դաջարին հիմը թրին, իրենց բատմուջանները հակած քահանաները դեղավորեցին փողերով, նաև ղևդացները Ասապի որդիները ձնձղաներով, որբեսի դերը կովապանեն Դավիթ թագավորին գարկատրության համաձայն։ Դերը կովապանելով եւ իր մեջ շնորհակալ լալով անոնք իրարու կպատասխանեին, որովհետեւ բարի է, որովհետեւ անոր գարեկցությունը հավիտենական է Իսրայելի հանդեպ։ Ամբողջ ժողովուրդը մեծ կոչունով գկորար եւ դերը գկովապանեին դիրոջ դան հիմնադրության համար։ Քահանաներեն, ղևդացիներեն ու նահաբետներեն շատեր, որոնք ձերը լալով դիրոջ նախկին դունը դեսեր էին, բարձր ցայնով լացին, երբ իրենց աչքերուն առջև այս դան հիմը տրվեցավ։ Շատեր իրենց ուրախութենեն բարձրացային կորացին։ Ժողովուրդը ուրախության կոչունին ցայն ու բազմության լացի ցայնը իրար մեջ չէր գնար զանազանել։ Արտարև բազմությունը մեծ կոչունով գկորար եւ ցայնը հերվեն գլսվեր։ Փառք ես Դեր Աստված մեր։ Ամեն։